Շտապօգնության մեքենան 5:40-ի սահմաններում Թամանցիների փողոցում մետրոյի գործարանային կայարանի հարևանությամբ բախվել է երկաթե Էլեկտրասյանը։ Բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, նրա վիճակը ծանր է, Facebook-ում հայտնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Վարորդի վիճակը թեթև է, կողերի կոտրվածք ունի, գիտակցությունը տեղն է։ Շտապ բուժօգնության տնօրեն Ռուբեն Վարդանյանը լրատվամիջոցներին ասել է, որ հավանաբար վարորդի աչքը կպել է ղեկին, քանի որ իրենց ձեռքի տակ եղած տեսանյութում էլ երևում է, որ վարորդին որևէ բան չի շեղել ճանապարհից։ Նույն բանն են պատմել նաև Հայլուրի թղթակցին դեպքի վայրում։ Ես մոտեցա, մեկ բան է, շտապօգնության մեքենան արդեն վնասված կանգնած էր, գայիշնիկները փակել էին տեսուչները, բայց մեջի վարորդը եւ բժիշկը ես չեմ տեսել։ Կարող է եւ աչքն է կապել, բայց կարող է եւ սրտի կամ շուտ մի խնդիր ունեցել, որ մարդը անկախ իրանից փորձել է գիտակցություն, ավել չեմ կարող այդ մենակ բժիշկը որոշի։ Բայց հավանական է, եթե ինքը սրտի խնդիր չունեցել, ինձ թվում է ինքը ստերանք ազատ էր, աչքը երևի կպել է։